Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, հաճախ ենք խոսում, որ գիրանցը կարող է դիտարկվել որպես մեր իրական անկախության սիմվոլներից մեկը, բայց ես կարծում եմ լավագույն սիմվոլներից մեկը կարող է լինել ոսկեպարի եկեղեցին։ Պարոն Դանիելյան, հիշել ենք ձեզ մեր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ, երբ որ ոչ միայն ոսկեպարի եկեղեցում էինք, ինքը տեղում էր, այն է, որ հասնելիս ոսկեպարի եկեղեցի, անցնելով օրինակ ոսկեպարի մոտով Վաղանիսի, մենք տեսնում ենք հարյուրավոր կառուցվող տներ, ոսկեպարում մասնավորապես 56-ը, Վաղանիսում 59-ը, այսինքն զրոյից կառուցվում են թաղամասեր, եւ սա մի բան էի ցույց դնում։ Սիրելի ընդդիմություն, դուք պարտվել եք արդեն այս պահին։ Ընտրությունները չսկսված պարտվել եք, որովհետև քաղաքացիները խաղաղություն կառուցում են մեզ հետ։ Մենք բանակցում ենք, քաղաքացիները կառուցում են տներ, թաղամասեր։ Ուզում եք հազարավոր անգամ կրկնեք, որ սա խաղաղություն չի, հրադադար է։ Քաղաքացին չի հավատում։ Պարոն Դանիելյան, վերադարձել եք ոսկեպար, այդ մարդկանց հետ խոսել եք։ Ինչ էր այսով, ես զարմանում եմ։ Սիրելի քաղաքացիներ, այսօր EVN Report-ը հրապարակեց հերթական հարցումները, որոնք ինձ համար նորություն չէին, զարմանալի չէին, որովհետև մենք չենք կտրվում իրականությունից։ Եվ սիրելի քաղաքացիներ, մեր վարկանիշը 3 անգամ ընդդիմության վարկանիշը միասին վերցրած ավելին է։ Սա մի բան է նշանակում։ Երբ ես ասեմ դուք պարտվել եք, սա նրա մասին է նաև, որ դուք փողոցային պայքար գեներացնել չեք կարողանում, որովհետև անընդհատ ստելով, վախը փորձելով դարձնել քաղաքական կապիտալ, դուք չեք կարող այսպես հավերժ, այդ ոճը հավերժ չի կարող լինել։ Մեկ անգամ վախեցրիք, հիշում եմ, ԱԺ-ի դիմաց ցույցեր, ինչ որ մի կեղծ փաստաթուղթ էին շրջանառել, իբր մենք Սյունիքն ենք տալիս, Սյունիքը դեմիլիզացվում է, հալավ մի անգամ վախից դուրս եկան փողոց, ոսկեպարը, Կիրանցը, հալավ իչքան, մեր քաղաքացիները մեր շփումների ժամանակ որպես մեծագույն ձեռքբերում նշում են խաղաղությունը։ Ու դա այդպես է։ 1000 անգամ ասեք խաղաղություն չի, հրադադար է, չեն հավատում։ Եվ չեն հավատում, դրա համար կառուցում են։ Եթե մի գրամ անգամ կասկած լիներ, որ դուք կարող եք մի քիչ ճշմարիտ լինեք, դա տեղի չէր ունենա։ Եվ ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին այս համագործակցության համար, որովհետև խաղաղությունը անհնար կլիներ առանց մեր քաղաքացիների հետ մեր ամենօրյա աշխատանքի, համագործակցության, վստահության քվեի։ Եվ ես նկատում եմ, որ արտախորհրդանական ուժերից մի քանիսը կողմնորոշվել են եւ առաջ են տանում սոցիալական հարցերը, որովհետև արտաքին հարցերում նրանք ավելի լավ առաջարկ չունեն, դուք էլ չունեք, դրա համար այսօր էլ երեգել այս ամբիոնից խոսում եք բացառապես սոցիալական հարցերից, իսկ դրանք կշտկվեն, ինչպես բարձրացրինք թոշակը, արեցինք ապահովագրությունը, խաղաղությունը միջավայր է, որտեղ դրանք շարունակական բնույթ են ունենում։